Տիկին Անդրեասյան, հիշում եք, չէ, որ կառավարության նիստում էլ ենք քննարկել աշխատանքային հանդիպումների ժամանակ էլ ենք քննարկել, մասնավորապես քոլեջներում դասավանդողների նկատմամբ մեր պահանջներում մենք պետքա շատ ճկուն լինենք, որ մարդիկ կան, որ իսկապես շատ լուրջ հմտություններ ունեն եւ հմտությունները փոխանցելու հմտություններ ունեն, բայց օրինակ, չգիտեմ, կոչումներ չունեն։ Մենք պետքա հնարավորություն տանք, որ նրանք որպես վարպետ նաև ներգրավեն, որովհետև նրանք մարդիկ են, որոնք գիտեն ամեն ինչ եւ կարող են փոխանցել, որովհետև էս էլ է կարևոր, որովհետև մարդ կա որ գիտի ամեն ինչ, բայց փոխանցելն էլ լրացուցիչ հմտություն է, եւ եթե չեմ սխալվում, մենք որոշակի լուծումներ կամ տվել ենք կամ պատրաստվում ենք տալ, որպեսզի վարպետները որպես դասախոսական չասենք, լավ, որպես ուսուցանող կազմի աշխատողներ հնարավորություն ունենան նաև քոլեջներում ներգրավել եւ աշխատել։ Այո, պարոն վարչապետ, այդ ճկունությունը տվել ենք եւ բացի դրանից մասնագիտական կրթության եւ ուսուցման օրենքում լրացուցիչ ճկունություն ենք տվել այն մարդկանց ուսուցման գործընթացում ներգրավելու համար, որոնք աշխատում են մասնավորի մոտ եւ նրանց գիտելիքն ու հմտությունը ուսանողներին փոխանցելը խիստ կարեւոր է։ Մենք առանձին կատեգորիա ենք սահմանել հրահանգիչ օրենքում, որը վերաբերում է հենց մասնավոր գործատուի մոտ աշխատող մարդուն, ով որ կներգրավի ուսումնական գործընթացում կոնկրետ գործնական հմտությունները փոխանցելու, այսինքն լրացուցիչ ճկունություն ենք նաեւ տվել այն մարդկանց ներգրավելու, որոնք քոլեջի հիմնական աշխատակազմ չեն, բնականաբար, բայց քոլեջ մասնավոր ոլորտ համագործակցության շրջանակներում այս գիտելիքն ու հմտությունը նույնպես ներգրավելու հնարավորություն են ստեղծում գործատուի մոտ աշխատող մարդկանց շրջանակում։ Շատ լավ։ Եվ վերադառնալով համընդհանուր հայտարարագրման համակարգին, իհարկե այստեղ ինքը այդ 70 միլիարդը շատ մեծ բեռ է մեր պետական բյուջեի համար, բայց նաև համընդհանուր հայտարարագրման այս համակարգով ես համոզված եմ, որ մենք մի քանի խնդիրներ ենք լուծելու, այն process-ները, որոնք թվայնացման ոլորտում մենք տեն շատ ուժեղ մոտիվացիաներ չունենք, որ ամեն ինչ անենք օր առաջ, առաջին թվայնացման ուղղությամբ սա մեզ շատ մեծ խթան տալու, որովհետև մենք պարտադրված ենք լինելու ուղղակի թվային մեր հարթակները ուժեղացնել։ Այնպես չի, որ մենք հիմա չենք ուզում, բայց միշտ հասկանում եք այդ լրացուցիչ խթանը, այդ բանի ժամկետով սահմանափակված լինելու զգացողությունը միշտ աշխատանքը ավելի կոնկրետ է դարձնում։ Երկրորդը մենք համընդհանուր հայտարարագրման համակարգով պետություն քաղաքացի հարաբերությունների նոր ենթակառուցվածք ենք ստեղծում, որը միանշանակ ուժեղացնում է եւ պետությանը, ուժեղացնում է եւ քաղաքացուն։ Եվ երրորդը մենք կրթական բոլորովին նոր ենթակառուցվածք ենք ունենալու եւ այն ինչ որ դուք նշեցիք, այո, դա շատ լավ է, որովհետև այստեղ էլ արդեն այդ նույն ընկերությունների կամ ձեռնարկությունների միջև առողջ մրցակցություն է ձևավորվելու եւ ընդ որում մրցակցությունը այդ մրցակցությունից շահելու է թե կառավարությունը, պետությունը, թե շահառուները եւ իհարկե այս ներդրումը ինքը տարեցտարի իր արդյունքը մեր տնտեսության զարգացման եւ տնտեսական պոտենցիալի աճի տեսքով անպայման ունենալու է։ Ես սա ասում եմ, որովհետեւ ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծեմ, որ համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման այս process-ից իմ ողջավորությունը չի նվազում, որովհետեւ ինչքան գնում է, ես հասկանում եմ, որ նորանոր շերտեր են բացվում, որոնք ցույց են տալիս, որ իրոք շրջադարձային նշանակություն ունեցող բարեփոխում ենք անում եւ ուրախ եմ, որ մենք այդ բարեփոխումը անում ենք, բայց ուրախ եմ, որ ակնհայտորեն այն առաջին տենց հակադարձումից հետո հանրային ընկալումը process-ի նկատմամբ գնալով օր-օրի այդ ավելի տեսանելի եւ նկատելի է եւ դա իհարկե շատ ուրախացնող փաստ է եւ ուզում եմ այդ առիթով իմ գոհունակությունը արտահայտել ընդգծելով որ այն ինչ որ պայմանավորվել ենք իրազեկման տեմպի մասին պետքա շարունակենք
որովհետև նույնիսկ այս ազդակները չի նշանակում, որ արդեն բոլորը իրազեկված են նրբությունների մասին։ Եթե մենք այդ իրազեկումը չշարունակենք, այս ալիքը կգա, կկանգնի, էլի ճեղք կունենանք, կսկսենք անհանգստանալ, կսկսենք նորից ինտենսիվ ու սենց կտոր, բայց այդ արանքներում մենք ժամանակ կկորցնենք եւ ռեսուրս կկորցնենք, այնպես որ պայմանավորվենք, որ շարունակում ենք այդ հարցով ինտենսիվ աշխատել։